առաջանում։ Իդեպ մի բանակը քանդելու համար սովորաբար հակառակորդ բանակը թռուցիկներ է տարածում կամ բարձր ախոսերով, իդեպ ասում է մոտապես են, ինչ որ այդ կարգախոսներ։ Օրինակ ասում են ինչու եք կռվում, եկեք հանձնվեք, ընտանիք ունեք, զավակներ ունեք, ձեր կռիվը անիմաստ է, ձեր պետությունը սխալ է, ղեկավարությունը սխալ է, ես ասում քարոզչական թեզեր, որ բոլոր պատերազմներում օգտագործվել է։ Այդ թվում հիմա օգտագործում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա պարզվում է մենք դեռևս պատերազմի մեջ չէինք մտել, տակ գետնի վրա, հա, 44 օրեն չկար։ Այդ թեզերը արդեն, որը հակառակորդը պիտի մեր դեմ օգտագործեր, իդեպ այդ թեզերը ժամանակին ադրբեջանական բանակի դեմ մեր բանակը օգտագործել է։ Եվ ինչու ես լավ գիտեմ, որտեղ եղել եմ այդ կառույցի պատասխանատուներից մեկը։ Ես վտանգն էի ասում 18-19 թվին, որ նման բան երբ որ արվում է, դե շատ ծանր հետևանքներ է կրվում ժամանակ ունենալու։ Հաջորդ թեզը, հաջորդ վիճակը։ Պարզվում է, որ 44 օրից առաջ Հայաստանի օրվա իշխանությունները իմացել են պատերազմի մասին եւ դրա մասին Փաշինյանը ասել է։ Ուրեմն երբ որ մի երկրի ռազմական ղեկավարություն եւ քաղաքական ղեկավարություն գիտի, որ այլ պետություն իր դեմ պատերազմում է, ավելին եթե գիտի օրը, գիտի ժամը, վստահաբար ինչ է անում։ Երկու գործողություն, գործողությունն առաջին զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, բոլոր անխտիր իրենց մշտական տեղակայման վայրից դուրս են գալիս։ Անձնակազմը, զենքը, զինամթերքը, տրանսպորտային միջոցները։ Պահեստային տարածքներ կան։ Բոլոր զորամասերը, կարևոր զորամասերը անգամ երկու պահեստային տարածքներ են։ Գնում են, այնտեղ բացազատվում են, քողարկված, մարդիկ էլ անգամ չեն իմանում, իսկ հիմնական մշտական տեղակայման վայրում ուրեմն զինտեխնիկայի մակետներ են, ռետինից կամ, ասենք, փչում են, մեկ էլ տանկ առաջանում, փչում են, մեկ էլ հրետանի առաջանում, որ հակառակորդը երբ որ հերթական հետախուզական գործողություն անի ռմբակոծելուց կամ հրետակոծելուց կամ հրթիռակոծելուց առաջ ինքը տեսնի, որ այդ զորամասում այդ տանկերը կան, ինքնաթիռները կան։ Հիմա եթե դու իմացել ես, դրա մասին Փաշինյանն ասել է, չէ՞, կարծում եմ, որ ոչ մեկ չի կարող հերքել անգամ ինքը։ Անգամ եթե ասի հոյոս արև, բայց ասել է։ Ուրեմն այդ տեխնիկան, անձնակազմը, պատերազմը սկսելու օրը տեղերում են եղել։ Եվ իդեպ կարծեմ երրորդ նախագահը դրա մասին ասեց, որ մեր ռազմական տեխնիկայի անձնակազմի մասը առաջին երկրորդ օրը շատ տեղերում գլխում ջախջախվել են։ Ոսկին մարդիկ իրենց տեղում են եկել, հակառակորդը կոորդինատները իմացել է, հրետանուն հրթիռային կայանքներին կոորդինատներ տվել է, ինքնաթիռները իմացել են տեղը, ընդամենը հրետակոծում, հրթիռակոծում եւ երկնքից ինքնաթիռները ռմբահարում։ Ու կորուստները աննախադեպ։ Հաջորդը, եթե ընդունում ենք, հիմք ենք ընդունում, որ Փաշինյանը, որ ասել է պատերազմի մասին իմացել է, ընդունում ենք, որ դա իրոք այդպես է։ Այդ դեպքում ինչ գործ ուներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պատերազմը սկսելու նախորդ օրերին եւ հաջորդ մեկ օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնավոր այցով, որից մեկ կարող է բացատրել։ Ոսկին երկիր պատերազմի մեջ է մտնում, դուք պատկերացնում եք, չէ՞։ Այդ ժամանակ ներքին կարգով թիվ 1 կամ զինվորական լեզվով ասած լրիվ մարտական պատրաստության վիճակի է բերում ամբողջ զինված ուժերը։ Դա միայն բանակը չի դեպ։ Ազգային անվտանգության ծառայությունն, ոստիկանությունը, փրկարար ծառայություն եւ այլն։ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվում։ Ինչ գործ ունի անվտանգության խորհրդի անդամ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս մասնավոր այցով։ Սա մասին բազմից սա գրել, ես չեմ ուզում ասեմ որտեղ եղել ում այդ այղին չէ։ Իմիջիալոց այստեղ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է եւ նաեւ Սերժ Սարգսյանը, որ Արայք Հարությունյանը այդպես էլ չցանկացավ իրենց հետ հանդիպել, Դավիթ Տոնոյանն էլ չի հանդիպել Սեյրան Օհանյանի հետ։ Այո։ Սեյրան Օհանյանը այդ հաջորդ օրը գնացել եւ իր օգնությունն է առաջարկել, այսինքն այս մարդիկ ամեն ինչ արել են, որ հանկարծ բանիմաց բան մարդիկ այս ամեն ինչից դուրս մնան էլի չլինեն։ Զորքերը իմանալով հանրապետության քաղաքական ղեկավարությունը իմանալով պատերազմի մասին, զորքերը զինված ուժերի ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրից դուրս չեն բերվել։ Ես բացթողումներն եմ ասում, որը մեզ համար նաև ճակատագրական է դառնում։ Հաջորդ բացթողումը անվտանգության խորհրդի նիստը երկրորդ թե երրորդ օրն է լինում, որտեղ այդ ժամանակ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ
լեյտենանտ, թե գնդապետ արդեն խառնում է։ Էր գեներալ լեյտենանտ։ Օնի Գասպարյանը անվտանգության խորհրդի նիստում, որի մասին ինքը բարձրաձայնել է հետո, ասում է, որ այն գործողությունները եւ այն ծավալները եւ այն մասշտաբները եւ հակառակորդին օգնող այն պետությունները, որոնք ներգրաված են 44 ծրային, մեզ ամենայն հավանականությամբ բերելու է պարտության։ Անվտանգության խորհրդի նիստ, ազդակ։ Հաջորդ ազդակը Ռուսաստան Դաշնության նախագահի կողմից հոկտեմբերին 2 անգամ առաջարկ ռազմական գործողություններ կասեցնելու, կանգնեցնելու մերժվելա։ Ես չեմ էլ ուզում հիմնավորեմ, թե Փաշինյան Նիկոլ ինչ ասել, դա երկրորդական է։ Իր կողմից կասեցվելա։ Ուրեմն հաջորդ հիմնավորումը։ Պարզվում է, որ 20 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար ներկայումս Ռուսաստանի նախագահի օգնական Պատրուշևի կողմից Հայաստան է ուղարկվում համատեղ Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի միջև հրամանատարաշտաբային զորավարություն անցկացնելու պլանը, որտեղ փաստացի ադրբեջանական բնակավայրերի եւ հայկական բնակավայրերի անվանումները 1-2 տարի փոփոխությամբ մոտավորապես իրապես նշվում է Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ այն գործողությունները, այն ուղղությունները, որով Ադրբեջանը փորձել է ճեղքումներ կատարել, գրավել եւ այլն։ Եվ այդ փաստաթուղթը ստացել է անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի Արմեն Գրիգորյանը։ Ավելին ասեմ ձեզ, այդ փաստաթղթի ոչ գաղտնի մասը սոցիալական ցանցերում կա։ Ես անձամբ կարդացել եմ ուշադիր, ցանկացածը կարող է հավաքել եւ գտնել։ Ավելին, այդտեղ նշված էր, որ անգամ Թուրքիայի որ քաղաքից, նորից եմ ասում, 1-2 տարի փոփոխությամբ, Թուրքիայի որ քաղաքից մի քանի հազար ուրեմն ահաբեկիչներ տեղափոխվել են եւ հիմա գտնվում են Ադրբեջանի որ քաղաքներում։ Այդ փաստաթղթում նշված էր, որ թուրքական F-15-ները գտնվում են Ադրբեջանում։ Պատկերացնում եք, չէ՞, այսինքն այդ զորավարության իմաստը հրամանատարաշտաբայինը նրանք ովքեր զինվորական չեն կամ թյուր են պատկերացնում, ասեմ, դա զորավարժաններում անցկացվելիք զորավարժություն չի, դա սեղանի վրա քարտեզները դրած մասնագետները հիմնականում գլխավոր շտաբը եւ հրամկազմն անցկացնում է, այսինքն ռուսական կողմը, հայկական կողմին նման փաստաթուղթ է տալիս, որպեսզի համատեղ հասկանան, որ սպասվում է պատեր ասում։ Չկա ընթացք։ Հիմա հոկտեմբեր ամսին 2 անգամ Ռուսաստան Դաշնության նախագահը առաջարկ անում, որ մեր կանգնեցնել պատերազմը։ Եվ հիմնավորումը, ես սա ասեք, եթե կանգնեին, ինչ չէին կորցնելու եւ ինչքան ինչ է։ Բայրամովը 2 օր առաջ հետաքրքիր բան ասել։ Ադրբեջանի արտգործնախարարը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի նկատմամբ միգուցե իրավամբ, մասնակի միգուցե ոչ այդքան հայ հասարակությունը, փորձագիտական շրջանակները, քաղաքական շրջանակները առանձնապես մեծ սիրով լցված չեն։ Թեև իր մի կեսը ունի ծագումով, արմատներով հայկական քալանթարյան ազգանով։ Եվ ինչ է առաջարկում ադրբեջանական կողմին, Ռուսաստանը իր արտգործնախարարի միջոցով հրադադարի ռեժիմի հաստատում շատ արագ, որտեղ ռուսական զորքերը գալիս են Ադրբեջանի հետ, ուրեմն արևմտյան մասում են կանգնում, Հայաստանի հետ Արցախի ինքնապաշտպանական ուժերի արևելյան մասում ու ստատուս քվո է հաստատում։ Այդ ժամանակ առանձնապես մենք տարածքները չենք կորցրել։ Եվ ով է մերժում։ Ոչ ավել, ոչ պակաս հայկական կողմը։ Եվ հիմնավորումը, ես սա գիտեք ոնց, մարդը իր եսը, ասենք, եթե պաշտոնաց զբաղեցնում, եթե մտավորական է, եթե հայտնի մարդ է, իր եսը այնուամենայնիվ խոսում է, եթե ինքը քրիստոնյա չի, որտեվ եսը խոսում է փառքի մասին։ Եթե մարդը քրիստոնյա, փառքը միայն Աստծունն է, մարդը փառք չունի։ Այնուամենայնիվ ընդունենք, որ մարդը որոշակի առումով փառասեր է։ Բայց նայեք, կշերքի մյուս նժարի վրա դրվում է, գիտեք ինչու՞, հազարավոր զոհեր եւ հայրենիքի կորուստ, ավերա։ Ասա, եթե ես իրոք իրեն հավատում եմ, եզակի դեպքերը, երբ որ ես Փաշինյանին հավատում եմ։ Որ են դավաճան կհամարեին։ Շատ ճիշտ եք։ Ինքը անկեղծ ասել։ Պահի տակ ինքը անկեղծ, այսինքն իր եսը ինքը մի Բայց տրամաբանորեն չի բռնում, պարոն Ապետյան, դուք նշեցիք, հիմնավորեցիք, թե ինչ կոնկրետ
սխալներ է թույլ տրվել կամ ինչ է պլանավորվել, որ Արցախի պատերազմը պարտվեն։ Կոնկրետ, չէ, ասենք, ոնց է պլանավորվել հայոց բանակը ավիրել, Արցախը հանձնել, ոնց է եղել։ Եթե այսպիսի պլան է եղել, այդ մարդու անկեղծությանը հավատալը մի քիչ բան չի, Նիկոլյան, ինչ։ Ես հավատում եմ։ Ինչու։ Ասեմ։ Բացեք պլանավորած տարել է այսօր։ Ասում եմ, ինքը պլանավորած ուղղորդվել է։ Հատուկ ծառայությունները ունեն այսպիսի տերմին, վեդոմի։ Այսինքն մարդը ինչ որ գործ անում, ինչ որ մասնագիտության մեջ։ Իրեն ուղղորդում են, այդ վեդոմին ուղղորդվողը։ Այսինքն ոչ թե ինքը 100% գիտակցում է, որ իր քայլերը սա դավաճանությունն է, ինքը չի գիտակցում։ Ավելին, իրան ասում են, որ այն քայլերը, որ ինքը անում է, դա իհարկե ոչ միայն օգուտ է, չէ, ուշադրություն դարձրեք։ Այդ կոչվում է վեդոմի, այսինքն ուղեկցվող։ Համաձայն եմ, բայց ինչքան դի անմեղսունակ լիներ, պարոն Ահապետյան, երբ որ դու գեներալիտետին փչացնում ես, հաղթած հերոս նախագահներին փչացնում ես, բանակը փչացնում ես, կոնկրետ զենք պիտի գա, այդ զենքը չես բերում, չէ՞, պլանավորված ասենք պիտի բան անցկացվի, չես անում, այսինքն ինչ այդ անմեղսունակ դեբիլո չի, բայ։ Իրեն ասել են, ասեմ, հանգիստ, իրեն ասել են, որ պատրաստ չի լինելու։ Հա։ Պետք չի պատրաստվել, պետք չի ավելորդ գրգռել։ Բազեմ ասում իրա այդ քայլերի տրամաբանությունը, բայց այդ ժամանակ եթե ինքը Բա ինչ էր մտածում, որ ասում էր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Այո, հենց այդ։ Բա ինչ էր մտածում։ Ասում էր, մի վարքյան։ Եվ ես ինչ էր մտածում, ես այս առումով համաձայն եմ իր այդ տված կամ արտահայտած այդ մտքին Սասուն Միքայելյանի հետ։ Սասուն ինչ ասել։ Որ Արտման ավելի բարձր է հեղափոխությունը, դա նկատի ունի։ Այդ Փաշինյանի այդ միտքը ասել է դե պահիտակ տենց ոգևորված ասել է։ Չէ, իրոք այդպես է։ Ես օրինակ կարծում եմ այդպես է։ Մարդը որ ոգևորվում է, մի քիչ է որ գինովցած ալնում, մի քիչ էլ իր կարգավիճակը ուժերի կարգավիճակը հաղթած երկի։ Ինքը ասում է, չէ, ժառանգել ենք նախորդ իշխանություններից տարածաշրջան ամենամարտունակ բանակ, ասում է, չէ, Փաշինյանը։ Այո, Սարդարապատում։ Երկու այո, Տաուշի դեպքերից հետո, չէ, ասում է։ Հիմա եթե գանք արդեն այն իրողությանը, որտեղ ինքը ասում էր, բա ինձ դավաճան կասեն, այսինքն կռիվը կեսից կանգնացնել, ժողովուրդը ասել որ խի կանգնացեցին, մենք հաղթում ենք։ Բայց մի հատ ուրիշ կարևոր հանգամանք մոռանում եք Վանեցյանի ասած, բացրարը, այդ ծրարի մեջ ինչ ա եղել։ Այդ ծրարի մեջ առաջարկ ա եղել, այդ ծրարի մեջ բանկային, ինչ ա եղել այդ ծրարը։ Բա երբ որ այդ ծրարը առաջ է գալիս, արդեն ստեղ ուրիշ բան է։ Վանեցյանը այդ ծրարի մասին երբ է ասել։ Ուշ, այո, ուշ է ասել, հա։ Լավ, եկեք ես ռազմական տեսանկյունից եմ գնահատում։ Թույլ տվեք ռազմական տեսանկյունից հա գնահատեմ։ Եվ այսպես եւս մի դրվագ մեր բանակի թուլացման հետ կապված։ Հիշում եք, երբ հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր հապկի գլխավոր քարտուղար գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ սկսում է արշավ։ Այսինքն Ադրբեջանի ագրեսիվ հրետորաբանության ֆոնի վրա, երբ որ հապկը մեզ համար կարևոր է, մենք էլ հապկի անդամ ենք, հապկի գլխավոր քարտուղարին ձերբակալել, դա հապկի հեղինակության կպնել։ Հապկի հեղինակության կպնելն է։ Ես ամենայն հավանականությամբ նրանք ովքեր որ իր նկատմամբ իրեն ուղղորդել են, հիմնավորել են, որ քո այս կեցվածքը աշխարհի ուժային այս կենտրոնների մոտ այսպիսի արձագանք է տալու, որը երաշխավորած որ կռիվ չի լինելու։ Բայց ռուսներից մի քիչ հեռու էլ այդ ռուսները չեն ասում։ Ինչևէ։ Հիմա դուրս է գալիս հաջորդը։ Նոյեմբերի 9-ը փաստաթուղթ, որով ասվում է, որ Արցախը պարտվել է։ Ես այդպես չեմ գնահատում։ Երբ եզակին եմ այդ առումով, բայց ունեմ իմ հիմնավորումը։ Արցախը 44 օրյա չի պարտվել։ Ինչու՞։ Սուբյեկտիվ գնահատականներից զատ, որ մենք կորցրել ենք տարածքներ, ունեցել ենք մարդկային կորուստ, ռազմական տեխնիկայի կորուստ, ունեցել ենք, չէ՞, բոլորը 44 օրյա ժամանակ, բայց դա չի չափորոշիչը, հաղթել ես թե պարտվել ես, կամ մեկ չափորոշիչ։ Եվ դա ոչ թե ես եմ ասում, դա ռազմական գիտությունն է ասում։ Երբ երկրի քաղաքական ղեկավարությունը, ռազմական ղեկավարության առաջ խնդիր է դնում, կատարել սա։ Իսկ Ալիևը իր ռազմական ղեկավարության առաջ ինչ խնդիր է դրել, գրավել ամբողջովին ինչը Արցախը։ Հիմա հարց 44 օրյա ժամանակ Արցախը գրավվեց։ Ոչ։ Կորուստներ ունեցանք տարածքային, մարդկային եւ զենքի։ Ադրբեջանը ունեցավ մարդկային եւ զենքի։ Տարածքային։ Այսինքն ձեր տրամաբանությամբ ոչ թե
Ալիևն է Արցախը գրավել 44 օրյա պատերազմում, այլ Նիկոլն է նվիրել Արցախը Պրահայում։ Մի վարքան, այո, հայ հիմա գալիս ենք այդտեղ։ Իհարկե 44 օրյայում արձանագրում ենք այսպես։ Ես շատ մեղմ արձանագրում եմ անում, որտեվ այս գնահատական միայն ես եմ հնչեցնում։ Ասում եմ այսպես, Արցախը չէր պարտվել, որտեվ կար այդ տարածքում ապրող հայություն, որը ուներ զինված ուժեր, որը Հայաստանի հետ ուներ ցամաքային կապ, միջանցք, որտեղ Ադրբեջանի որից է կառույցի ներկայացուցիչ չկար, պլյուս ռուսական խաղապարները։ Այսինքն արձանագրում ենք, Արցախը չէր պարտվել, արձանագրում ենք մյուս կողմից Ադրբեջանը չէր հաղթել։ Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ եւ այդ գնահատականը ես այսպես ասեմ, հա, խարսխեմ ռազմական գիտության վրա, Ադրբեջանը պարտվել էր, որտեղ եթե խնդիր է դրում Ադրբեջանի զինուժի առաջ քաղաքական ղեկավարությունը, եւ նա չի կատարում, ինքը պարտվում է, բարձ է։ Ուշադրություն դարձեք հիմա Արցախի 44 օրյան ինչպես որակեց Ալիևը, դա ինչ պատերազմ էր հայրենական։ Այսինքն ինքը գնում էր ազատագրելու։ Հիմա գնանք առաջ։ 4 երրակողմ հայտարարություն է կնքվում 20-21 թվականներին։ Մեկը 20-ի նոյեմբերի 9-ին, երեքը 21 թվականին, առաջին հունվարի 12 հունիս եւ նոյեմբեր, որով ռուսական կողմը որպես միջնորդ երաշխավորում է տարածաշրջանում նոր ստատուս քվոյի հաստատումը, Ռուսաստանը երաշխավոր է, Արցախում ապրող մեր հայրենակիցների ներկայությունը այնտեղ եւ Հայաստանի հետ Արցախի կապը։ Հիմա ինչ քայլեր է արվում Հայաստանի օրվա իշխանությունների կողմից։ Հայաստանի օրվա իշխանությունները որոշում են, որ ռուսական կողմի միջնորդությունը այդքան էլ արդյունավետ չի։ Այս ես շատ մեղմ եմ ասում, արդյունավետ չի։ Իսկ միգուցե այդ ուղղորդողները Վեդոմի կարգավիճակով հուշում են, ասում են, չէ, այդպես չի լուծվի Արցախի հարցը, միջնորդը փոխվում է։ Եվ միջնորդով է դառնում եվրոպական կողմը, Բրյուսելը։ Եվ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբեր Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցում է միայն արևմտյան դաշտում, Բրյուսելում։ Եվ այդ բանակցությունների վերջնարդյունքը լինում է հոկտեմբերի 6-ին Պրահա, որտեղ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Գիտեք սա ինչ է, ես այդ ժամանակել եմ այդ վտանգի մասին բացատրել, վտանգը հետևյալն է։ Եթե 44 օրյան Ալիևը հիմնավորում էր աշխարհին, որ դա ազատագրական պատերազմ է, իր տարածքները ինքը ազատագրում է։ Ուժային որոշ կենտրոնների ինքը համոզել էր եւ օրվա Հայաստանի իշխանությունները նպաստել էին այդ հիմնավորումներին, որտեղ Ալիևը ասենք ինչ էր հիմնավորում ուժային կենտրոնների ղեկավար, ասում էր Փաշինյան ինձ այլընտրանք չի թողել։ Բանակցությունները փակուղի ամացրել, գնում է Արցախում, ասում է Արցախը Հայաստանն է եւ վերջ, հա։ Հիմա ուշադրություն դարձեք, թվում է թե Ալիևը ինչ պետք է անի։ Եթե Արցախի նկատմամբ երկրորդ պատերազմը մղի, ինքը էլի պետք է ասի, չէ, հայրենական է։ Բայց այստեղ 4 երրակողմ փաստաթուղթը Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությամբ խոչընդոտ է, չէ, այդ հայրենականին։ Գիտեք, ինչ է ասում Ալիևը, շատ տրամաբանված։ Հաշվի առնելով, որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը այլևս Հայաստանի օրվա իշխանությունների ձեռամբ ճանաչվել է Ադրբեջանի մաս, Ալիևը աշխարհին ասում է. տեսեք, Արցախը իմ երկրի տարածքն է։ Հիմա հարց, ինչ գործում իմ երկրի տարածքում զինված անձ, զինված ստորաբաժան, ռազմական տեխնիկա, ինչ գործ ունի։ Այսինքն երկրորդ Արցախի ամբողջովին հայաթափումը 23 սեպտեմբերի 19-ից սկսած մի քանի օր տևեց։ Հիմնավորումը ոչ թե հայրենական պատերազմի շարունակություն, ուշադրություն դարձրեք, որտեղ ինքը պետք է տա հիմնավորումները թխյալ շարունակ, այլ հակահաբեկչական գործողություն, որտեղ իր երկրի տարածքում